բաս քու սրտի դավթրումն էլ ոչինչ չկա գրած։ Ասում էր Պեպոն, ցույց տալու համար, որ թղթի վրա գրված պարտքը կարող է ջնջվել։ Մարդու հիշողությունից երբեք։ Այս տողերն այսօր այլ կերպ են հնչում արցախցիների ականջներում։ Հայրենիքը միայն քարտեզի վրա գծված սահմանը չէ, որ պատռես, չընդունես ու մոռացվի, ասում են արցախցիները, շեշտելով, որ այն ապրում է հիշողություններում, որը կապում է մեզ անցյալի հետ։ Որ գնաս Արցախ, առաջինը որտեղ կգնաս։ Մեր տանը։ 7 տարեկան Արփին է, Ստեփանակերտում է ծնվել։ Արփիի ընտանիքը Արցախի հայաթափումից հետո է տեղափոխվել Երևան։ Այսօր արդեն դպրոցական, իսկ տան դուռը կողպելիս ընդամենը 4-ամյա աղջիկը չի մոռացել ոչինչ։ Թե որտեղ էր իր տունը, ասում է. «Մամ, ցույց տուր»։ Ստեփանակերտ մեր տոնը շտեղալ է։ Հեքիմյան 8 բեկում։ Բա Հեքիմյանա պիցիացալ, ինչ եկեղեցի այլ այնտեղ։ Դուղ իլելա Սուրբ Հակոբյան։ Հակոբ եկեղեցի։ Արփիի հետ տակ-տակ զրուցելիս մեզ է միանում 8 տարեկան եղբայրը, Արթուրը։ Ինձ էդի Արցախը իմ կյանքս է։ Հակառակ ամաչկոտ ու քչախոս Արփիի, որի հետ միայն մտերմանալուց հետո կարողացանք զրույցի բռնվել, Արթուրը ավելի անկաշկանդ է եւ շփվող, բայց դե Արթուրը միայն խոսելով չի սահմանափակվում, նկարում է, նվագում, ոգևորված եղբոր տաղանդներից Արփինը սկսեց ասմունքել, բայց հարազատ բարբառով։ Հիբո արևուքանունի, գելականուն վեր քեզ խտի, ես կանուն կիզանավ, դու էլ գիտում մզանավ, հիբո երկինքը հիլորվ է, գելականուն կողկետ նստին, ինշինեն չմն կզանավ, կզել գիտում մզանավ։ Հայրենիքը չի մոռացվում, ասում է փոքրիկների մայրը, Տիկին Վիկտորիան։ Մարդիկ կարող են հեռանալ իրենց հողից, բայց հայրենիքի հիշողությունը, սպասումը, վերադարձի հավատը մնում են։ Երեխաների հետ ես հաճախակի եմ զրույցներ ունենում այդ մեր տանտեղը չմոռանալու կամ Ստեփանակերտի տարբեր վայրերը չմոռանալու, տեղանքները չմոռանալու մասին ու հաճախակի եմ հարցեր տալիս, նույնիսկ ժամանակալինու, որ իրենք են ուզում մտահղացումը իրենցն ա լինում, որ պատմեն ոնց են հիշում այդ ամենը։ Վիկտորիան իրենց տան մասին խոսելիս հուզվում է, ոչինչ չեն վերցրել իրենց հետ։ Ասում է, մեկ մեքենայի մեջ մի ամբողջ կյանք, ինչպես տեղավորեինք։ Մի ավտոյի մեջ 6 հոգանոց ընտանիք, դե պատկերացրեք ինչ կարող էինք տեղավորել մեզ հետ։ Մենակ մեզ տեղավորեցինք ու մեկ էլ մի քանի շոր։ Ու այդ շորերի մեջ մտան իմ բալիկների համար եռագույնով գործած, մայրիկիս գործած շորերը, որ վախով ես խցկել էի արանքները, որ հանկարծ չհանեն հակարիում, չասեն դրոշա, ծաղրեն կամ չգիտեմ ինչ որ բաների ենթարկեն մեզ։ Պատերազմը փոխեց Վիկտորիայի կյանքը, բայց ոչ հավատը։ Կորուստը մեծ է, բայց նաև հավատն էլ կարող է մեծ լինել, որի շնորհիվ կարող ենք մեր այսպես ասած երազանքին հասնել, ինձ թվում է երևի չկա մի արցախցի, որ այդ երազանքը չունենա, որ հետ վերադառնա իր տուն։ Իսկ հաղթահարելի է հայրենիքից հեռու ապրելու ցավը։ Կան բաներ, որ շատ դժվար է ընդունել իսկապես իրականության մեջ։ Տեսեք մտերիմի մահը, երեխայի մահը, պատերազմ զոհված 18 տարեկանի այդ կարգի նյութական կորուստները, դա շատ դժվար է ընդունել, բայց այստեղ գալիս է ալտերնատիվ հարց, որ չընդունես եւ անընդհատ ներվայինանաս, անընդհատ ջղայնանաս, անընդհատ տեղը չգտնես, անընդհատ կատաղես, նույնիսկ կատաղության զայրույթներով լի դառնաս, լավ կլինի դրանից։ Այսինքն ստեղից էլ գալիս է մեկ ուրիշ էտապը մեր կյանքի, որ ամենակարևորը մեր առողջությունն է։ Վալոդյա պապիկը Նախիջևանից է։ Նրա երազներում ու հիշողություններում կենթանի են մնացել Ազա եւ Փառակա գյուղերը։ Ծնողներս բնիկ պապս, տատս, ծնողները Փառակա գյուղից են, Գողթանգավառի Փառակա գյուղից են, բայց ես ծնվել եմ Փառակայի մոտիկ Ազա գյուղում, որը Արաքսի Ձախապին գտնող գյուղ է, Գիլան գետի ափին։ Պարզապես հորս նշանակված էր այդտեղ աշխատել որպես դպրոցի տնօրեն, այդ տարիներին ես ծնվել եմ Ազայում։ Հիմա մի մասը
ինձ ոգևորում են, ասում մեր ազատցին է, մի մասը ասում մեր փառակեցին է, այսպես ասած։ Իսկ ինչպիսին էր գյուղը մոտ 40 տարի առաջ։ 79-ամյա Վոլոդիա Պապիկի ականջներում դեռ լսվում է գետի խշշոցը։ Գյուղը լեռնային գյուղ է, ասկայլ ասեմ դրախտի մի կտոր, այսպես ասված, ոնց որ ընկածելներ այնտեղ։ Գեղեցիկ բարձր սարեր, լանջերը ալպիական ծաղիկներով, չգիտեմ, գյուղի մեջով հոսում է փառակագետը։ Վոլոդիա Պապիկը մաթեմատիկայի բազմավաստակ ուսուցիչ է, ունի 50 տարվա աշխատանքային փորձ։ Մաթեմատիկական չոր ու ճշգրիտ հաշվարկների կողքին հուզական տողեր են։ Վոլոդիա Պապիկն է ստեղծագործել։ Հող իմ հայրենի, օտարին գերված հուշ ես դարձել երազանք կորսված օրան։ Այցի ես գալիս երազում միայն, դարերից եկած իմ գողթանգավար։ Իսկ հայրենիքի կորստի հետ հաշտվել հնարավոր է։ Ես չգիտեմ, հաշտվել հնարավոր չի։ Հաշտվել, որ ես հիշում եմ, օրինակ, սիրտս որ ասած ճակում է, նոր խոսում է, արդեն հուզվում է, հայրենիքից որ խոսում է, ով օդը շնչել է, ջուրը խմել է, ոնց կարող է, ամեն մի թուփը, քարը, ամեն ինչը հարազատ է։ Վոլոդիա Պապիկի հայրենիքից ընդամենը մի քանի ընտանեկան լուսանկար է մնացել։ Հաճախ է թերթում ալբոմները։ Նայում է երկար, լուռ։ Յուրաքանչյուր նկար մի ամբողջ պատմություն է՝ մարդիկ, տունը, գյուղի փողոցները, այն կյանքը, որը մնացել է այնտեղ, հայրենիքում, Նախիջևանի Ազա եւ Փառակա գյուղերում։ Նայում եմ, հիմա պատկերացնում եմ, որ այս գետի ափին եք նստած, այս ծլոկցուր տեղամասում եք նստել, որ հաց ենք ուտում, այստեղ ասենք այս քնարիկ տատիներ, որ հարևանին են քաներ գովացել մեր գյուղի մասին, որ մի օր ասեց գնալուց մեզ էլ տա ձեր գյուղը տեսնեմ։ Իսկ հայրենիք ու կորուստ բառերը համատեղելի են։ Ես համարում եմ, որ ոնց որ չկա անձի կորուստ, որտեղ հոգին անմահ է, այդպես էլ չի կարող լինի հայրենիքի կորուստ։ Այսինքն մենք կարող ենք մեր հայրենիքում չապրել, բայց ez չի նշանակում, որ մենք կորցրեցինք։ Հայը ուր էլ գնա, իր հետ տանում է հայրենիքը, ասում է հոգեբանը։ Դա որևէ մեկը խլել չի կարող։ Ու նաև երազանքը, որ վերադառնալու է այնտեղ, որտեղ ձևավորվել է իր պատմությունն ու ինքնությունը։